Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերերով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Ռուսիա կատարած աշխատանքային այցելության ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի մեջ հանդիպած է ռուսիա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ընթացքին քննարկված են Հայաստան-Ռուսիա հարաբերությունները, տնտեսական համագործակցությունն ու տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Անդրադառնալով անվտանգային հարցերում վարչապետը խոսած է նաև հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ, ընդգծելով, որ 2022 թվականի իրադարձություններ են ետք, Հայաստանը մինչ օրս չէ ստացած կազմակերպության գործողություններում վերաբերյալ սպառիչ պարզաբանում։ Մեջ քննարկած են Ռուսիա-Հայաստան ռազմավարական գործընկերության եւ Դաշնակցային հարաբերություններու ներկայվիճակն ու հերանեկարները, Եվրասիական տարածքի մեջ համագարկային գործակցությունը, տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, մասնավորապես Հարավային Կովկասի մեջ տնտեսական եւ փոխադրամիջոցային բեռնափոխադրական կապերու զարգացումը։ Պուտինը անդրադարձած է Հայաստանի մեջ սպասվող ընտրություններուն, նշելով, թե հույս ունի, որ ներքաղաքական գործընթացները եւ սրացումները որևէ ձևով չեն վնասեր Հայաստան-Ռուսիա հարաբերությունները։ Հայաստանի մեջ մենք շատ բարեկամներ ունենք, շատ հայեր գաբրին Ռուսիո մեջ։ Մեր հաշվարկներով ավելի քան 2 միլիոն։ Կան նաև բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունին։ Ես ցեզի անգերց պիտի ասեմ, մեր երկխոսությունը միշտ եղած է բաց եւ ուղիղ։ Մենք կցանկայինք, որ բոլոր այդ քաղաքական ուժերը գարենային մասնակցել ընտրություններուն։ Գիտեմ, որ անոնց մե ոմանք կառանավորված են, նույնիսկ ունենալով Ռուսիո քաղաքացիություն։ Ասիգացեր որոշումն է, մենք չենք միջամտեր, բայց ցանկալի պիտի լար, որ անոնք գարենային մասնակցել քաղաքական գործընթացներուն։ Եվ անգամ եւս կուզեմ ասել, ինչ ալբադահի Ռուսիան միշտ գարաշնորհտվի այն բանով, որ գփխի հայ ժողովրդի շահերեն։ Ես ադիգա միշտ ասած եմ եւ գուզեմ գրգին ընդգծել։ Հույս կհայտնեմ, որ անգախ անգե թե ինչպես կավարտին ընտրությունները Հայաստանի մեջ, մեր ընդհանուր դրամատրվածությունը ռուս-հայկական հարաբերություններու զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ պիտի շարունակվի։ Արձագանքելով Հայաստանի վարչապետը շեշտած է, Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ միշտ կան աշխույժ քաղաքական գործընթացներ։ Նիկոլ Փաշինյանը մատնանշած է, որ Հայաստանի մեջ օրինակ ընկերային ցանցերը 100%-ով ազատ են եւ որևէ սահմանափակում չկա։ Парламентские выборы, это выборы депутатов. Մեր երկրեններ կսպասվին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով փաստացի կընդրվի նաև վարչապետը։ Կուզեմ ընդգծել, որ այս ընտրություններուն կգնան մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձերը։ Ամենայն հարկանքով Ռուսիո քաղաքացիություն ունեցող անձերու նկատմամբ Հայաստանի սահմանադրության համաձայն անոնք չեն կրնարլալ ոչ պատգամավորի տեխնազու, ոչ վարչապետի տեխնազու։ Ուստիև սահմանափակում չկա։ Ես ամբողջովին վստահ եմ, որ դուք գիտեք, վերջին տարիներուն մեր հարաբերությունները Ռուսիո հետ, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունները անցած են բազմաթիվ փորձություններու ընդմեջ են։ Ես շատ ուրախ եմ եւ կցանկամ անգամ եւս շնորհակալություն հայտնել այն վստահելի մթնոլորտին համար, որը ստեղծած եք նախ եւ առաջ դուք։ Վստահ եմ, որ հարաճիգա ընտրություններու արդյունքով Հայաստանի մեջ ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը ավելի պիտի ամրապնդվին եւ մեր հարաբերությունները նույնպես ընտրություններն յետք պիտի շարունակեն գենսունակ կերպով զարգանալ։ Անդրադառնալով անվտանգության հարցերուն, Ռուսիո նախագահը նշած է, որ ամենազգայուն հարցը կմնա Ղարաբաղի հարցը։ Վլադիմիր Պուտինի խոսքով գիտեն, որ հապկի հետ կապված դժգոհություններ կան, սակայն Պրագի մեջ Հայաստանն էր, որ ջանցած էր Ղարաբաղը Ադրբեջանի գազմին մեջ։ Այո, Հայաստանը ջանցած է Ղարաբաղը Ադրբեջանի գազմին մեջ, սակայն ադիգա արած է միայն այն բանն յետ, երբ Ռուսիո բարձրակրի ղեկավարությունը երկու անգամ հրաբարակայնորեն այն մասին հայտար արած է արձագանքած է վարչապետ Փաշինյանը։ Հիշեցնենք 2020 թվականի դեկտեմբեր 17-ին պատասխանելով ԹԱՍ-ի հարցման, Պուտինը հայտարարած էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետեն Ադրբեջանի մաս կկազմի։ Միջազգային իրավունքի տեսակետեն ես այդ մասին արդեն ասած եմ։ Բոլոր այդ տարածքները Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասը կհանդիսանան։ Ինչ կվերապերի Ղարաբաղի խնդիրին, ապա Փաշինյանը նշած է, որ ինքը թափանցիկ եւ հրաբարակայնորեն հայտարարած է Հայաստանի Հանրապետության մեջ, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղի անշարժումը, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն հաստատված է խաղաղություն եւ Հայաստանն ու Ադրբեջանը ջանցած են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Այսպիսով մենք փոխադարձաբար կճանչնանք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը 100%-ով նույնական է խորհրդային Ադրբեջանին։ Կգարձեմ, որ ասիգա բավական ամուր հիմք է խաղաղության հետագա զարգացման համար։
Վարչապետը նշած է, որ Հայաստանը հապկի հետ ունեցած խնդիրները եւս երբեք չէ տակցուցած։ Наши проблемы с ОДКБ тоже мы никогда не скрывали. 2022 թվականին ունեինք հստակ իրավիճակ, եւ իմ կարծիքով հապկի կորձիկագազմերը պետք է կորձեին, սակայն չեն կորձած։ Եվ ադիգա անշուշտ հանգեցուցած է այն իրավիճակին, որ ունենք հապկի հետ հարաբերություններում մեջ։ Մենք ներկայիս չենք մասնակցիր հապկի կորձունեության, բարձ պատճառով մենք մինչև այսօր չենք կրնար մեր ժողովրդին, մեր քաղաքացիներուն բացատրել, թե ինչու հապկը չարցականքեց այն բարդավորություններուն հագարակ, որոնք ամրագրված են հավաքական անվտանգության պայմանագրով։ Ինչ կվերապերի տնտեսության, ապա անիկա կզարգանալ այն թափով նշած է Ռուսիո նախագահը։ Հայաստանի ղեկավարն լսած է, որ Հայաստան-Ռուսիա հարաբերությունները գենսունակ կերպով կզարգանան նոր իրողություններու պայմաններու մեջ, երբ վերջապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատված է։ Վարչապետը ընդգծած է տնտեսական համագործակցության կարևորությունը նշելով, որ Հայաստանի անկախութենն ի վեր առաջին անգամ լալով կգործե երկաթուղային կապ Ռուսիո հետ Ադրբեջանի տարածքով։ Վլադիմիր Պուտինը անդրադարձած է Հայաստանի քննարկումներուն Եվրոպական միության հետ հարաբերություններու զարգացման շուրջ։ Мы к этому относимся абсолютно спокойно, мы понимаем, что Մենք ադոր կվերապերինք ամենայն հանդարտությամբ, հասկանալով, որ որևէ երկիր կփորձե առավելակույն օգուտ ստանալ երրորդ երկրներու հետ համագործակցութենեն, բայց ադիգա պետք է լա ագնհայտ եւ ազնիվ, նախաբես հստակ ըսված։ Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության մեջ միաժամանակ գտնվելը անհնար է ըստ սահմանման, եւ հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի։ Ռուսիո եւ Եվրամիության երկրներում մեջ կուսարողչապահական պահանջները էականորեն կդարբերին։ Ինչպես գիտեք, ուժանյութի գրիչները Եվրոպայի մեջ, օրինակ վարելանյութը, կքերազանցեն $600, 1000 խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ Ռուսիան Հայաստանին վարելանյութ կվաճառե $177.5, 1000 խորանարդ մետրի դիմաց, դարբերությունը մեծ է։ Հայաստանը գիտակցի, որ երկու միավորումներու անդամակցությունը համադեղելի չէ, նշած է Հայաստանի վարչապետը։ но то, что мы Սակայն այն, ինչ մենք այժմ գնենք, եւ այն օրագարկը, որ ունենք, առնվազն այս բահուս համադեղելի են։ Եվ ասիգա փաստ է, եւ այնքան ադեն, որ գա հնարավորություն համադեղելու այդ օրագարկերը, մենք պիտի շարունակենք ադիգա անել։ Իսկ երբ գործընթացները հասնին այն գեդին, ուր անհրաժեշտ լավ որոշում կայացնել, համոզված եմ, որ մենք նկատի ունիմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պիտի ընդունենք այդ որոշումը։ Այս զիրեններս մեր հարաբերությունները Ռուսիո հետ երբեք չեն եղած եւ պիտի չլան հարցականի դակ, որովհետև ինչպես արդեն ասած եմ, այդ գաբերն ու հարաբերությունները շատ խորն են եւ ենթակա չեն քննարկման։ Անշուշտ մենք կհամագործակցենք նաեւ ուժանյութի ոլորտեն ներս եւ այստեղ եւս ունենք ավանդաբար ուժեղ գաբեր ու համագործակցություն։ Դուք գիտեք, որ Ռուսիո հետ կքննարկենք նաեւ նոր հյուլեական գայանի կառուցման հարցը։ Սակայն այս հարցերում մեջ մենք ամբողջովին թափանցիկ ենք, որովհետև չենք տակցներ, որ այս օրագարկերը կքննարկենք ոչ միայն Ռուսիո գործընկերներու, այլև այլ գործընկերներու հետ, քանի որ կփնտրենք Հայաստանի Հանրապետության համար ամենեն շահավետ առաջարկը։ Հայաստան-Ռուսիա օրագարկը շատ հագեցած է, սակայն թեր կան բազմաթիվ չօգտագործված հնարավորություններ, շեշտած է Հայաստանի վարչապետը, վստահություն հայտնելով, որ երկխոսության արդյունքով այդ հնարավորությունները պիտի օգտագործվին։ Տասնամյակներու պատմություն ունեցած հակամարտության ընթացքին ձևավորված են շարք թշնամական ոչ հավաստի խոսույթներ, որոնք ցավալիորեն Ադրբեջանի մեջ թեր կշարունակվին օգտագործվել նաև պետական մակարդակով։ Հայտարարած է Հայաստանի արտաքին գործոց նախարարության մամուլի խոսնակը, արձագանքելով Ադրբեջանեն քանի օր առաջ հնչած հայտարարության, թե իբր 1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն իրականացուցած են ադրբեջանցիներուն նկատմամբ։ Անի Բադալյանը Armen Press-ի հետ զրույցի ընթացքին հույս հայտնած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատած խաղաղությունը ոչ միայն պիտի ծառայի երկու պետություններուն եւ հասարակություններուն միջև կայուն խաղաղ համակեցության ու փարիտրացիական հարաբերություններու ձևավորման, այլև վերջ պիտի տնե մտածածին խոսույթներու քոյության եւ պիտի բացառե ադելության խոսքը։ Անհիշեցուցած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները այդ մասին պայմանավորվածություն ցերկ բերած են նաեւ Վաշինգտոնի մեջ։ 2025 թվականի օգոստոս 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետի մեջ հստակորեն գխոսվի երկու ժողովուրդներուն մեջ թշնամանքի էջը փակելու եւ մարդկային անսելի դարաբանքներ բաժարած հագամարտութենեն յետք երկու ժողովուրդներուն համար փարիտրացիական հարաբերություններ սկսելու կարելիության մասին։ Կառավարությունը աշխատվան նիստին ընթացքին հաստատած է գուտակի չկայաններու արտոնակրման նախագիծը նպատակ ունենալով զարգացնել ուժանյութի բահեստավորումը։ Մեկ այլ որոշումով կնախադեсվի ներդնել հետադարձ բնակարանային քրավային վարկի համակարգը, որ թոշակառուներուն կարելիություն պիտի դա պահպանելու իրենց բնակարանը եւ ունենալու հավելյալ եկամուտ։ Նիստի ընթացքին քննարկված է նաեւ առողջապահական ապահովագրության համակարգի ընդարձակումը։
Գործադիր իշխանությունը հաստատեց գուդագիչ կայաններու արտոնակիր դրամատրելու նախագիծը։ Գարաչարգվի եւս մեկ տեսակի բահեստավորման արտոնակիր։ Արտոնակիր ունեցող անձին պիտի դրվի սահմանված դարածքի մեջ ուժանյութ բահեստավորելու, մեծազախ շուգայի մեջ էլեկտրական ուժանյութ քնելու, վաճառելու եւ շուգայի մասնագետներուն ծառայություն մատուցելու իրավունք։ Լիցենզավորման ենթակա չլինի մինչև 1 մեգավատ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 մեգավատից ավել հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը։ Նախագիծը գուդագիչ կայաններ ստեղծելու մասին է, նկատել տվավ վարչապետը։ Ժամանակները ըստ Նիկոլ Փաշինյանի պատմական են նաև ուժանյութի առումով։ Ընդունված կարծիքը, թե Հայաստանը ուժանյութի աղբյուրներ չունի, կբարձվի այդպես չէ։ Երկրի աշխարհակրական թիրքը չէ փոխված, բայց ոլորտներս իրավիճակը փոխված է։ Պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք, եւ այդ էներգառեսուրսը առանց մեր կառավարման ամեն օր առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, առավոտ գալիս է, իրիկունը գնում է եւ դա արևն է։ Եվ մենք ունենք այնքան ռեսուրս, որ Հայաստանի Հանրապետությունը առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Ինչա սա նշանակում։ Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ որ մենք ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք։ Բայց ինչա պետք սրա համար։ Սրա համար առաջին հերթին պետքա մտածողության փոփոխություն, էներգետիկ մտածողության փոփոխություն։ Վարչապետը հիշեցուց կառավարության մեջ նախորդող քննարկումները էլեկտրական ուժանյութի մասին գրադախտագին վրա բարդ բանացավ էր։ Նաև արձագանքը, թե ադիգա հնարավոր չէ։ Բայց լավ է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել, որովհետև մենք այդ բանաձևերից բան չենք հասկանում։ Մենք այս բանաձևերի շուրջ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 2 մեծամորի ատոմակայան ենք ստեղծել։ Հիմա մեզ պետքա կենտրոնանալ կուտակման վրա, որ เป զի մենք, երբ որ արևը եկավ, իր էներգիան վերցնենք եւ մեր էներգետիկ կարիքները բավարարենք այնքան ժամանակ, մինչև արևը կպտտվի, նորից հետ կգա։ Վարչապետը նաև կարևորեց ոլորտի մասնակիցներու վերաբադրաստման անհրաժեշտությունը։ Այսօրվան ուժանյութի ոլորտը դարիների հետ ամբողջությամբ պիտի փոխվի։ Հետևաբար պետք է ներդրումներ կատարվին այդ փոփոխություններու դրամապանության մեջ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով պետք է աշխատել նաև գանաչ չրածնի արտադրության շուրջ։ Էներգետիկան հիմա ամեն ինչի հիմքն է, քաղաքակրթական ցուցիչ է։ Ինչքան է երկիրը արտադրում էլեկտրական էներգիա եւ ինչքան է սպառում, դա քաղաքակրթության ցուցիչ է, դա հնայի նման, նույնիսկ դա հնայում էլ արտադրվում, բայց ինչքան դու սպառում ես էլեկտրական էներգիա, նշանակում է կյանքի որակը քո մոտ ավելի լավն է, քո զարգացության մակարդակը ավելի բարձր է։ Նախարար Խուդատյանը նշեց, հաշվի առնելով, որ 2026-ի շահագործման ժամկետի երկարացկման ծրագրով պայմանավորված մեծամորի հյուլեական գայանը 5 ամիսով դուրս եկած է շահագործումեն։ Ըստ ամենայնի 2026-ին արևային գայանները արտադրած պիտի լան այնքան էլեկտրական ուժանյութ, որքան արտադրած պիտի լար մեծամորի հյուլեական գայանը։ Հաջորդ նախագիծը կվերապերեր հետադարձ քրավային վարգի եւ ամուսինի բացառիկ սեփականության հիմնարկներու ներդրման ղեկավարումները պիտի կորձեն թոշակառուներուն համար։ Սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում բանակցելով բանկի հետ, որի բանակցության վերաբերյալ պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներում, հետադարձ այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիպոթեկով, պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը եւ թոշակառի տարիքում ստիպված չլինեն վաճառել իրենց սեփական գույքերը, տեղափոխվել։ Եկամուտը հավելյալ միջոց պիտի լա, որբեսի անշարժ քույքի սեփականատերերը գարենան ավելի բարեգեցիկ ապրիլ, նշեց Թովմասյանը։ Թույլ ենք տալիս, որպեսզի քաղաքացիները իրենց ընտրությամբ, ամուսինները իրենց ընտրությամբ ընտրեն իրավունքի այս տեսակը, որը թույլ կտա որևէ ամուսնու մահից հետո սեփականության իրավունքը մեկանձնյա պահով պահպանել կենթանի մնացած ամուսնու համար եւ հետագայում արդեն երկրորդ ամուսնու մահից հետո նոր այս գույքը կտրվի ժառանգության։ Սա թույլ կտա ապահովել կենթանի մնացած ամուսնու կյանքը, ապահովությունը, անվտանգությունը, կեցությունը եւ հետագայում միայն կլուծվի արդեն ժառանգության խնդիրները։ 2027-ին առողջության ապահովագրության համագարքի շահառու պիտի դառնան նաեւ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումներ իրականացնող անձերը, տաքսիի վարորդները։ Նաեւ գարաչարգվի, որ արդեն իսկ ապահովագրված անձերը իրենց փոխկապակցված անձերը եւս կարենան ներառել համագարքի մեջ։ Առաջարկում ենք, որպիսի անհատ ձեռնարկատարերի համար առողջության համընդհանուր ապահովագրության
ապագրավաճառ վճարելու ժամկետը ապրիլի 20-ից տեղափոխենք հուլիսի 20-ը եւ եւս որոշակի ժամանակ ընձեռենք մեր սիրելի քաղաքացիներին։ Մեկ էլ լսում ես, որ բողոքում են տաքսովարորդները։ Ինչի՞ց են բողոքում տաքսովարորդները։ Ասում են մեզ է ներգրավեք առողջության ապահովագրության համակարգ։ Սրանից ավելի լավ գնահատական կարծում եմ գոյություն չունի։ Մենք չենք ունեցել որևէ բարեփոխում, որ այսքան արագ եւ այսքան ծավալով ինքը ունենա արձագանք։ Ինչով է պայմանավորված մարդկանց այսպիսի արձագանքը, որովհետեւ մենք ստացել ենք մի վիճակ, երբ որ առողջական խնդրեմ ունեցող մարդու մահճակալի կողքը հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը։ 2.270,479 այցելություն, հիվանդանոցային այցելություններու թիվը 105,670 է, 65-ն վեր թոշակառուներու թիվը, որոնք օգտված են ապահովագրութենեն 221,361 է, եւ միայն այս բարակային Պետական կանցարանը ծախսած է 28 միլիարդ 438 միլիոն դրամ։ Հունվար 1-ին մինչև մարտ 31 361 տոշակառու օգտված է ավելի քան 4 միլիոն դրամ արժեքով բժշկական ծառայությունները, թիվեր նշեց վարչապետ Փաշինյանը։ 892 65+ տարիքի թոշակառու օգտվել է 2 միլիոնի 4 միլիոն դրամ արժողության առողջապահական ծառայություններից։ 140,106 քաղաքացի օգտվել է մինչև 50,000 դրամ առողջապահական ծառայություններից։ Մեր շփումները ցույց են տալիս, որ մինչև 50,000 դրամ ծառայության օգտվողների մեծ մասը այդ դեղերից օգտվողներն են, ընդ որում մարդիկ հենց մեզ համար այսպիսի հաշվարկ են անում, օրինակ, ասում են, որ մենք նախկինով ամիսը օրինակ 30,000 դրամ ամեն ամիս ծախսում էինք դեղեր ձեռք բերելու համար։ Հիմա չենք ծախսում, ստանում ենք այստեղից, պլյուս ապրիլի 1-ից Պարոն Թորոսյան, ստացան մարդիկ թոշակները։ Երեք փոխանցվել է պարոն վարչապետ վերահաշվարկված չափերով, մեր բոլոր քաղաքացիները ստացել են իրենց կենսաթոշակները, բոլորը ստացել են անկանխի եղանակով։ Մնացած է 574 քաղաքացի, որոնց հետ դակավին չէ հաջողված կապ հաստատել։ Անոնք ըստ նախարարին հնարավոր է երկրեն կպացակային կամ փոխածեն իրենց բնակավայրերը։ 945 քարտալ այս օրերուն գարակվի։ Դարեհաշվի եկամուտներու գադարման մասին նշեց Պետական եկամուտներու կոմիտեի ղեկավարը։ Երամսյակի մեջ պահպանված են բարձր աճերը նախորդող դարվան համեմատ աճը 14% է։ Եթե համեմատում ենք երկու ծրագրերի հետ, բյուջեի սկզբնական ծրագրի համեմատ 33 միլիարդով ավել մուտքեր ունենք, իսկ ճշտված ծրագրի համեմատ մոտ 30 միլիարդով։ 30 միլիարդ դրամից 20 միլիարդ դրամը ուղղվում է թոշակառուների թոշակը բարձրացնելուն։ Տեսնում եմ ներքաղաքական կյանքում հարկերի դեմոնիզացիայի թեմա, եւ ես ուզում եմ ընդգծել, այն ինչ որ խոսեցինք, դեմոնիզացնել հարկերը նշանակում է հարվածել պետական եկամուտներին, նշանակում է հարվածել պետության, նշանակում է հարվածել առողջության ապահովագրության համակարգին, նշանակում է հարվածել թոշակների բարձրացման համակարգին, նշանակում է հարվածել դպրոցների կառուցման, մանկապարտեզների կառուցման համակարգին, դեմոնիզացնել հարկեր նշանակում է հարվածել զինված ուժերի եւ բանակի բարեփոխման, մեր երկրի պաշտպանունակությանը հարվածել։ Հետ վճարեն օգտվողներու թիվը մեկ ամսվա մեջ ավելցած է 32,000-ով, արդեն ընդհանուր առմամբ կօգտվին 447,000 քաղաքացիներ։ Հետ վճարի միջին չափը 7400 դրամ է։ Ավելի քան 4 միլիարդ դրամ հատկացվեցավ մարզերու մեջ 37 մանկաբարձներու հիմնանորոգման, 5 դպրոցներու, նախագահտարաններու աշխատանքներուն, 74 դպրոցներու եւ 2 մանկաբարձներու զննության համար։ Գումար հատկացվեցավ նաեւ Հրազդան մարզատաշտի մարմնամարզական ենթագառույցի կառուցման ուսումնասիրության համար։ Կառավարության նիստերի հետ լրագրողներուն հետ ճեպազրույցի ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցելությունը քննադատած է հաջողված, նշելով, որ ուսու հետ ցերկ բերված են պայմանավորվածություններ տարբեր ոլորտներու մեջ։ Ան նշած է, որ շարք հարցեր ներառյալ երկաթուղիի խնդիրը կշարունակեն քննարկվել եւ Հայաստանը գնահնդրել լուծումներ գտնել բանակցություններու միջոցով առանց կտրուկ քայլերու։ Անդրադառնալով անվտանգության, վարչապետը շեշտած է, որ 44-օրյա պատերազմի ընթացքին զենքի պակաս չի եղած։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հաջողված որակեց իր աշխատանքային այցելությունը Մոսկով, որը ընթացքին հանդիպած էր Ռուսիո նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մի շարք հղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում
մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, մշակույթից սկսած ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված Անդրադառնալով Հայաստանի մեջ սպասվող խորհրդարանական հրաչիգա ընտրության Վլադիմիր Պուտինը ասաց էր, որ ցանկալի է այդ ընտրություններու ժամանակ ռուսամետ եւ ռուսիո անձնակիր ունեցող գործիչներն ու գուսակցությունները հնարավորություն ունենան մասնակցելու ներքաղաքական գործընթացներուն։ Արդյոք ինչու ռուսիո նախագահը նման բան խնդրած է։ Ջեբազրույցի ընթացքին լրագրողի այս հարցման Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինք կգարձե, թե անդեղյակ չէր մեր երկրի օրենսդրութենեն, որուն համաձայն պատգամավոր կամ վարչապետ գրնան ընդրվիլ այն քաղաքացիները, որոնք ունին բացառապես Հայաստանի անձնակիր։ Ռուսաստանի նախագահը առավել եւս հաշվի առնելով երկրի մասշտաբները եւ այն օրակարգը, որի հետ ամեն օր առնչվում է Ռուսաստանի նախագահը, ինքը ուզենալ չի կարող այդ մանրամասների մեջ մտնել։ Եվ բնականաբար, գիտեք, շատ դեպքերում ես էլ տեղեկություններ, որ փոխանցում եմ, ոչ թե իմ անձնական հետազոտության արդյունքում ձեռք բերած տեղեկությունն են փոխանցում, այլ ինձ զեկուցված տեղեկություն։ Եվ կարծում եմ, որ այդ նյուանսի մասին առնվազն իրեն տեղյակ չէին պահել այդքան բան։ Եվ ես այն ինչ որ չէր արվել, պարզապես իրեն տեղյակ պահեցի, որ տենց նրբություն կա։ Հավաքական անվտանգության պայմանագրի գազագերբության վերաբերյալ Փաշինյանը կգարձե, որ պետք է հարաճ շարժիլ եւ դուրս գալ անընդհատ յետ նայելու իրավիճակեն։ Հայաստանը կհամարե 2022 թվին հապկի կորձիկագազմերը պետք է կորձեին, բայց չեն կորձած։ Հետևաբար թատրած է մասնակցել է անվտանգային գազագերբության աշխատանքներուն։ Ռուսիան ադոր վերաբերյալ իր մեկնաբանությունը ունի։ Լրագրողի հարցման պատասխանելով Հայաստանի վարչապետը ասավ, որ ռուսիո նախագահի հետ շարունակած են այդ մասին քննարկումները։ Ընդհանուր առմամբ իմ դիրքորոշումն է նա, որ շատ լավ, եղել է 21 թիվ, եղել է 22 թիվ, մենք անընդհատ չպետք է այդ կետնի վրա մնանք։ Եվ մեր հարաբերությունները մեծ օրակարգ ունի եւ մեծ պոտենցիալ ունի, եւ մենք պետք է առաջ նայենք, որովհետեւ այո, ամեն մեկը ունի իր ճշմարտությունը այդ հարցերի վերաբերյալ։ Եվ մենք անընդհատ այդ նույն կետի վրա սկսենք քննարկել, ծանրութեթևանել եւ այլն։ Իհարկե դրա անհրաժեշտությունը կար, բայց ես կարծում եմ, որ բավարար չափով արդեն ծանրութեթև են կարել եւ եկել ենք որոշակի եզրակացությունների հարգանքի մթնոլորտում կիսել ենք այդ եզրակացությունները իրար հետ։ Հիմա դա իհարկե շարունակեցինք քննարկումը, բայց իմ եզրակացությունն ու առաջարկներն էր, որ եթե հնարավոր լինի, լավ կլինի, որ մենք բավարար չափով քննարկված համարենք թեման եւ անցնենք մեր օրակարգի մյուս թեմաների քննարկմանը։ Երկաթուղին հարցը նույնպես քննարկված է։ Կողմերը ներկայացուցած են իրենց տեսակետներն ու դիրքորոշումները, բայց որոշում դակավին չկայացված։ Ինչպես հայտնի է, Երասխեն Ադրբեջանի սահման եւ Ախորիգեն Թուրքիո սահման հատվածներու երկաթքիծը կբացակայի, իսկ երկաթուղիներու միջազգային կառավարման իրավունքը դրված է ռուսական ընկերության։ Հայաստանը կառաջարկե այդ հատվածի միջազգային կառավարումը փոխընդունելի որևէ երրորդ կողմի փոխանցելու դարբերակ։ Մեր խնդիրը ընդհանրապես ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալը ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև ընդհակառակը մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները եւ որևէ կերպ նախկինում հենց այս ամբիոնից ասելու հնարավորություն ունեցել եմ։ Չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին, բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելությունները օգտագործելու հնարավորություն չի տալիս եւ մենք իրար հետ պետք է մտածենք ինչ լուծում ենք գտնել։ Պայմանագիրը միագողմանիորեն լուծարելու քայլը Հայաստանը չի դիտարկեր եւ գնահնդրե հարցը լուծել քննարկումներու միջոցով։ Այդ լծակը Հայաստանի Հանրապետությունը ունի, բայց մենք չենք պլանավորում եւ չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով։ Ռուսիան սահմանապակած է գործարարության արդահանումը։ Ինչ ազդեցություն կունենա ադիգա Հայաստանի վրա։ Նավթամթերքի շուկայում տեսնում եք ինչա կատարվում եւ Հայաստանն էլ գլոբալ նավթամթերքի շուկայի մասը լավ լուրն է, որ մենք վերջին ամիսների ընթացքում ըստ էության վերացրել ենք մենաշնորհները, որոնք լրացուցիչ գնագոյացում էին առաջացնում Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ այլընտրանքային շուկաներ ենք ներմուծման ստացել։ Եվ կարծում եմ, որ շատ թեքիչ Հայաստանի
շուկան պատրաստ է այդ իրադարձությանը։ Լրակրողներեն մին ջեբազրույցի ընթացքին Կարդեսով եկած էր։ Ան վարչապետին հիշեցուց նախաբես գադարած անոր հայտարարությունները, որոնց մեկում մեջ նշված է, թե դեղ քյուղեն այնգոմ Ադրբեջան է, մինչդեռ ատկե առաջսված էր, թե դեղ քյուղեն հետո Արցախի հանրապետությունն է։ Ինչպես հավատանք, որ հետակային Հայաստանի Կարդեսեն այլ հատվածներ պիտի չգդրվին, հարցուց լրակրողը։ Վարչապետը նախ նկատել տվավ, որ անոր բերած Կարդեսին մյուս կդորը քույն չունի։ Ինչ կվերապերի հագասություններ ցույց տալու համար մեջբերված հայտարարություններուն դարբեր արիտներով ադոնք դարբեր համատրությամբ են, բայց այդ բոլորին վարչապետի պատասխանը այսպիսին էր։ Ինչ որ դուք նկարագրեցիք Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդին եւ մեզ բոլորիս աշխարհակաղակական թակարդից դուրս բերելու process-ը գիտակցության եւ գիտելիքի արդյունքում եւ ես հպարտ եմ, որ առաջնորդել եմ այդ գործընթացը։ Ինչ որ դուք նկարագրեցիք, դա մի process է, որ ես միջին վիճակագրական հայաստանյան մտածողությունը կարողացել եմ հաղթահարել, ինչի արդյունքում մենք այսօր ունենք անկախ ինքնիշխան պետություն։ Երբ կհայտարարե, թե մեր քնթապետները վախկոտ են, գուզե որ մենք հերոսներ չունենանք, չլա մեկը որմով երեխաները գարենան հբարդանալ։ Այս հարցման պատասխանելով Հայաստանի ղեկավարը շեշտեց. ինքը ոչ թե ըսած է մեր քնթապետները վախկոտ են, այլ կան վախկոտ քնթապետներ եւ թասալիկներ, կան թալանիչ քնթապետներ, որոնք գանցնին աբորինի քույքի եւ բդածության գործերով։ Մարդական առաջադրանքը գադարել է հրաժարածները հազարավոր են, ըսավ Փաշինյանն ու հարց հնչեցուց, որ մեկը թաքցնենք ադիգա։ Ըստ անոր 44 պատերազմին որևէ ստորապաժանում զենքի բագաս չէ ունեցած, այնինչ ադոր փոքր մասը կործածված է միայն։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք հերոս բառը պետքա շատ զգուշ օգտագործենք, որովհետև այնքան օգտագործել ենք այդ բառը, որ ըստ էության ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ։ Այո, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդ ինչ պետք է լինի։ Ծառայության արդյունքում դիրքերում պահածոների բանկաները կախել են, իրանց դղյակները Երևանի կենտրոնում սարքել, չգիտեք։ Այսինքն ինչ բա դուք էլ ուզում եք մեր երեխեքին խաբենք։ Ինչ կվերապերի այն բնդումներուն, թե Նիկոլ Փաշինյանը հրամայած է նոյեմբեր 5-ին լքել դիրքերը, Փաշինյանը ըսավ, նման հրաման չէ տված։ Մարդիկ թող իրանց փախնելը, թող իրանց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Այդ ով որ տենց բան ասում է, ինքը ճողոպրողների բանակից է։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր իրենց քաղաքացիական եւ զինվորական պարտքը մինչև վերջ կատարել են, երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, ոչ թե խոսակցության մեջ ստացվում է, որ թացը չորին խառնվում է։ Ես երբեք թացը չորին չեմ խառնում եւ մարդկանց եւ իրերը կոչում եմ իրենց անուններով։ Սուրբ Աննա եկեղեցվո մեջ վարչապետին հարվածել փորձած երիտասարդը գալանավորված է, իսկ Պետական պահպանության ծառայության աշխատագիծը, որ պատասխան հարված հասցուցած էր դղուն, ազատության մեջ է։ Փաշինյանը ըսավ. Պետական պահպանության ծառայության աշխատողի ծառայության իմաստը այն է, որ երբ ըլլա պաշտպանյալի նկատմամբ հարցակում կամ հարցակման վտանգ գործի անցնի։ Ես նախ չեմ տեսել ինչա տեղ ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ որ Պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել։ Հակառակ բարակային ըստ Փաշինյանի Պետական պահպանության ծառայության աշխատողի նկատմամբ գրնա քրեական վարույթ հարուցվիլ եւ անհայտնվի փանդը ծառայողական բարդականությունները չկատարելու համար։ Եվ երբ որ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեջ չունի, որ ինքը 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի կամ չգիտեմ այլ կարգի խնդիրներ ունի, եւ ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները։ Եթե այդպես չլինի, այդ ծառայությունը անիմաստ կլինի եւ երկրորդը ես չեմ հանդուրժի, որ Հայաստանի Հանրապետության որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի։ Այդ բացառված բան է, կլինի ոստիկանություն, կլինի պետական պահպանության ծառայություն, կլինի բանակ, կլինի ազգային անվտանգության ծառայություն։
Արդյոք հնարավոր է, որ վարչապետը ներե երիտասարդը, քանի որ անոր գործողությունները հուզական լույսի ներքո էին եւ գազագերբված չէին։ Փաշինյանը ասավ, որ ինքը անցամբ ովևէ մեկը ովևէ բանի մեջ չի մեղադրած եւ չի մեղադրեր, որբեսի ներե։ 300 դպրոց 500 մանկաբարձ ծրագիրը կորձունգերբով կյանքի կկոչվի։ Վարչապետը շաբթվան վերջին աշխատանքային օրը Արմավիրի մարզի մեջ ծանոթացած է կառուցված ու հիմնանորոգված կրթական հաստատություններում պայմաններուն։ Վարչապետը կարևոր համարած է նաև թեպի դպրոց տանող ճանապարհներու կառուցումն ու բարեկարգումը։ Իմ հայրեն ասել, իմ անկոտրուն վարչապետ, ես ցավը տանեմ։ 501-ը Գանկարի Էջմիածիներ թիվ 6 Արևիկ մանկաբարձը։ Այս զրույցա կառուցվել մանկաբարձը։ Արդեն գործում է։ Աշխատանքային շաբթվան վերջին օրը վարչապետը Արմավիրի մարզը գտնվեր կառավարության 300 դպրոց 500 մանկաբարձ ծրագրով կառուցված ու հիմնավորված դպրոցները տեսնելու մանկաբարձներու պայմաններում ծանոթանալու։ Իսկ երբ կառուցվել։ 1963 թվականից։ 63 թվականից 50-ականներից հետո փոխվել է դարձել է ուղղակի մանկաբարձ։ Այսինքն սենց երկու թևեր են եղել, այս մեջտեղը կառուցվել է։ Եղել է այստեղ բակային տարածք եւ խոհանոց դրսով շատ անհարմար պայմաններ են ունեցել։ Այս հատվածում պարոն վարչապետ, արդեն սուվերենիտ ծրագիր ենք ներկայացրել բակային տարածքը հիմնանորոգելու, որի արդյունքում նաև մանկաբարձի տարածքը 1-ից 2 մետր կլայնացնենք դեպի բակային հատված։ Դրանք մաքրվելու է ամբողջը։ Այս ավտոտնակները քանդվելու է, բարեկարգվելու է, գեացև ամբողջ։ համաձայն են բնակիչները։ Այո, պայմանավորված։ Բա ինչ, այսինքն բարեկարգվելու է, ամբողջությամբ բակը բարեկարգվելու անդանը։ Բարև ձեզ։ Երեխաները առավոտյան մարզանքը գնդհադեն վարչապետը ողջունելու համար։ Լավն է ձեր մանկապարտեզը։ Սիրում եք ձեր մանկապարտեզը։ Ճաշերը համով են մանկապարտեզը։ Այս բանուն 187 սանգա, սեպտեմբերեն սկսյալ, հոս իրենց մանկությունը պիտի անցնեն 300 փոքրիկներ, շինարարության դրամամիջոցներու 70%-ը կառավարությունը դրամատրած է չուր խոհանոց սնունդ, վարչապետը առանցին ծանոթացավ բոլոր մանրամասնություններուն։ Այս նախկին կադրերն են, հա։ Որտեղ կանգնած էինք ու ճաշի հոտ չկար։ Այդ նշանակում է օդափոխման համակարգը նորմալ աշխատում է։ Ինչ եք այսօր պատրաստում երեխաների համար։ Տեսնենք ինչ է։ Այո, միսնա այո, ճաշի միսնա, որ պատրաստում է։ Արևիկ մանկաբարձի շինարարական աշխատանքներու ընդհանուր արժեքը կազմած էր 734 միլիոն դրամ, որ մե ավելի քան 513 միլիոնը հատկացուցած է կառավարությունը։ Այստեղ Հայաստանի պետական խորհրդանիշները, որ շատ կարևոր է, կողմներքը, դրոշը։ Սա պետքա դնել այստեղ, չէ՞։ Չէ, այստեղ է պետք դնել։ Ինչի՞ բայց, այստեղ ավելի լավ է։ 500-ն հաջորդը Բաղարշաբաթ համայնքի հայթախ բնակավայրի մեջ էր։ Ինչքան ժամանակ է որ աշխատում։ Սեպտեմբերի 1-ից ենք սկսել մեր աշխատանքը։ Քանի սանուն է։ Այս զրոյից կառուցվել է։ Չէ, վերակառուցվել է։ Այս մասը հին մասնաշենքն է եղել, մենք նոր։ Այսինքն շենք եղել է, չի գործել, հա։ 90-ականների սկզբից չի գործել, փակվել է ու չի գործել։ Այսինքն առաջին անգամ մանկախությունից ի վեր, որ գյուղում կա մանկապարտեզ։ Բարև ձեզ երեխաներ։ Ինչ եք անում, դաս եք սովորում։ Հաց եք ուտում, հա, իսկ դաս եք սովորում։ Իսկ համով է ճաշիկը։ Էսի լավ սուպա։ Գիտեք ինչքան շատ եմ սիրում այս սուպից։ Շատ լավ սուպ է։ Շատ։ Դու էլ ես սիրում։ Վարչապետը հոսալ սենյակ առ սենյակ ծանոթացավ կատարված աշխատանքին։
Դե ստանդարտը համ լավ է, համ մեր բոլորիս գործը հեշտացնում է։ Հայտարի մանգաբարձի վերակառուցման եւ մեկ հարգանիգից կառույցի շինարարության արժեքը կգազմի 233 միլիոն դրամ, որուն 70%-ը ավելի քան 163 միլիոնը հատկացուցած է pedagogan դարեհաշիվեն։ Բանկի նախագիծը հարված է, որպեսզի ավելի բարեկարգ լինի, քաղաքապետին ներկայացրել ենք, հաստատել են պարոն Նախագյանի գլխավորությամբ, այսպես։ Խաղահրապարակ։ Բարեկարգ տեսքի կողմից։ Դե շնորհավոր մանկապարտեզը։ 500-ն եւս մեկը մեծամորի մեջ է հիմնանորոգված։ 252 փոքրիկ 2025 թվականի օգոստոսեն արդեն հոս կհաջախ է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Այսօր ինչ եք եփել երեխեքի համար։ Ետ ճաշիկին ինչ եք մատուցելու։ Քնած են երեխեքը։ Դե կամաց խոսենք։ Մեծամորի թիվ 3 մանգաբարձի հիմնանորոգման ու հարագից տարածքի բարեկարգման աշխատանքներու ընդհանուր արժեքը ավելի քան 514 միլիոն դրամ է։ Կառավարության մասնաբաժինը կկազմի 360 միլիոն դրամ։ Հա, շատ լավ դահլիճ է։ Տեսեք, որ նախագծից արդեն մտնում ես երևում է, էլի, բարև ձեզ։ Հələ տեսեք, ինչ լավ դահլիճ է։ Արմավիր քաղաքի թիվ 2 մանգաբարձը վարչապետի հաջորդ կանքարներ։ Շնորհակալություն, որ ակից գոհեք։ Քանի սանում եք, 110։ Արմավիր քաղաքի թիվ 2 մանգաբարձի վերակառուցման ընդհանուր արժեքը կազմած է ավելի քան 281 միլիոն դրամ, որը 70%-ը 197 միլիոնը հատկացուցած է կառավարությունը։ Ես ու չես գնել։ Սրտիկ։ Շնորհավոր ձեր մանկապարտեզը։ Ասիգա արդեն 300 դպրոցներն մեկն է Արաքս համայնքի մեծամոր բնակավայրի մեջ կառուցված։ Արդեն 4 ամիս է աշակերտները այսպիսի պայմաններու մեջ կսորվին, կբացահայտեն ու կուսումնասիրեն։ Այսինքն համակարգիչները բոլորը նոր եք ստացել։ Շները եջեի նոր պիտի ստանանք, ես 3 տարի առաջ ինձ ստացել։ Հա, հասկացա։ Հիմա երեխեք դուք այս 3D պրինտերը օգտագործել գիտեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լաբորատոր գույքը ունեք ամբողջական։ Օգտագործվում է ռեալ, օգտագործում եք, հա։ Մեծամորի միջնակարգ դպրոցի վերանորոգման նպատակով կառավարությունը հատկացուցած է ավելի քան 190 միլիոն դրամ։ Ինչ փորձ եք անում, թե չեք անում այսօր փորձ։ Ինչ օրգանիզմներ, տարբեր օրգաններ եք հենձել, թոքեր, Ոչխարի։ Այս դպրոցը մարզադահլիճ չունի, սակայն հրահանգը մեկ էր։ Պարոն Խաչատրյան, որտեղ մարզադահլիճ չունենք, պետք է կառուցենք։ Այո, շատ կարևոր է։ Դե առաջ քայլը արա, հələ տեսնենք ինչ ես համարում։ Հա, շատ օրիգինալ մեկնարկ է։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ են ձեր գործերը։ Բացի դասագրքերից էլ ինչ գրքեր ունեք։ Մեր բոլոր դպրոցներին բացի գրադարանի գույքից նաև նոր գրքեր ենք տալու։ Ինչպե՞ս եք։ Նստեք։ Լավ եք։ Ինչ դաս եք անցնում։ Հայաստանի աշխարհագրություն, ՀՀ տրանսպորտներ, դասը նախորդ դասը։ Պարոն Խուդացյան, Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի պատասխանատուն համար 1 տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է։ Ճանաչում եք պարոն Խուդացյանին, եղել է նաեւ Արմավիրի մարզպետը նախարար նշանակվելուց առաջ, եւ մենք հիմա բավականին լուրջ տրանսպորտային խնդիրներ իհարկե հանրապետությունում ունենք, եւ դուք էլ համոզված եմ ձեր բնակավայրում այդ խնդիրը տեսնում եք։ Մենք հիմա մեր պատկերացումն է նա, որ մարզային տրանսպորտային ցանցեր պետք է ունենանք։ Դպրոց տանող ճանապարհն ալ կնորոգվի, մանրամասնեց ոլորտի պատասխանատուն։ Այսուհետև ճանապարհներու նորոգման առաջնահերթությունը դպրոցներով պիտի որոշվի դեղին վրա որոշեց վարչապետը։ 300 հիմնանորոգվող կամ վերանորոգվող դպրոցներն հերթականը Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի մեջ էր։ Խոսքը Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոցի մասին է։ Գոհ եք նորոգման որակից։ Որակը լավ է։ Քանի աշակերտ ունեք։ Իսկ շատ լավ է։ Լավ մեծ նախագիծ է, որ նախագիծը լավն ալնում։ Հենց թենիս սեղան, սենց տարածքների համար ենք նախատեսել, որ սենց որտեղ տարածք ունենք, խաղում են երեխեք, օգտվում են։ Բարև ձեզ երեխեք։ Լավ եք։ Լավն է ձեր նորոգած դահլիճը։ Համ ֆուտբոլի դաշտ ունեք, համ բասկետբոլի հրապարակ ունեք։
ան վոլեյբոլի։ Բարև ձեզ երեխեք։ Նստեք։ Էս ինչ եք լսում։ Ինչ եք լսում երեխաներ։ Հա, գրքի QR-ով եք բացել։ Հա, շատ լավ։ Էս ինչ է տաքսկիր փորձ եք անում, բարև ձեզ։ Ես երկար տարիներ աշխատել եմ առանց նյութերի շատ դժվարությամբ եւ հիմա շատ ուրախ եմ, որ մեր փորձերը կատարում ենք հետաքրքիր ու երեխեքը սիրով գալիս են։ Քրատարան են մինչև խոհանոցային պայմաններ, երեխային համար միջավայրը կարևոր է բոլոր կանգառներուն, ասիկա էր վարչապետին շեշտադրումը։ Ալաշկերտի միջնագարկ դպրոցի վերանորոգման համար կառավարությունը հատկացուցած է 396 միլիոն 390 հազար դրամ։ Լավն էր, շնորհավոր, հաջողություն ենք մաղթում ձեզ։ Ստեղ ոռոգման համակարգը ցույց տանք, կաթիլային ոռոգում։ Մենք ունենք սեփական հոր։ Հա, հոյակապա։ Արմավիր քաղաքի մեջ, բացի մանկապարտեզեն, նաև դպրոցը վերանորոգված է։ Օրինակ, այս միջանցքում կարելի է 2 հատ թենիսի սեղան դնել, ինչի՞ չէ՞ որ։ Մանավանդ որ ֆիզկուլտի դահլիճ ունեք թենիսի սեղան։ Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վերանորոգման համար կառավարությունը հատկացուցած է 272 միլիոն 270 հազար դրամ։ Դետենամով է գոլ խփում։ Հլա։ Հաշիվը ի՞նչ է։ Բարև ձեզ։ Լավ է։ Ինչպես եք։ Լավ։ Հաշիվը ի՞նչ է։ Այս պայն 1-0։ Գոլ։ Վերջ գնացինք, գոլը տեսանք։ Ընկերային հարթակներու վրա աշխուժած են վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորող գեղձ լուրերը։ Ադրբեջանական անուններով գեղձ էջեր կարճ ժամանակվան մեջ կդարածեն բազմափովանթակ ապատեղեկատվություն, ներառելով նաև միջազգային նյութեր։ Խմբագրված տեսանյութերով եւ հորինված հայտարարություններով փորձ կկատարվի հաստատություն կորձել նաև հայկական լսարանին վրա։ Փաստեր ու ստուգմամբ սպառվող հարթակները կզգուշացնեն ընդրություններուն ընթരാճ ապատեղեկատվական արշավները կշարունակեն աշխուժանալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպաննելու հավանականության մասին լուրերը կզորանան։ Կրարումը թրքերեն անունը ադրբեջանական էթիբար Հասեն նշված է Ֆրանսա, էջը բացված է 2024-ի ապրիլին։ Անցյալ շաբաթ ստեղծված գեղձ լուրերու փոխանցությունը այս անգամ բազմափևեր է, գեղձ լուրերու նոր խմբագանակը Նիկոլ Փաշինյանի ուղիղ թիրախավորում են գահասնի մինչև Հռոմի բաբ, ապա Իրան չի շրջանցներ թրքական մամուլն ու կդեղավորվի նաև հայալեզու լրահոսին մեջ։ Օրինակ Փաշինյանը չեղյալ պիտի հայտարարի Ղարաբաղի անդամադերազմի վետերաններ շնորհված ռազմական բարգևները։ Մեկ շաբաթ առաջ նաև աշնանաբես հերկված լուրը կշարունակե տարածվել ու տարածել զայրույթ։ Իթեպ գայքը, որ Թուրքիո մեջ հայտնի է իր ոչ բարձր որակի հրաբարակումներով, երեք օրվան մեջ երկրորդ անգամ լալով անդրադարձած է Հայաստանին, այս անգամ մեր եւ Ամերիկայի միջև կենսավտանգության ոլորտը ներսգործակցության մասին գրած են հնարավոր վտանգներու մասին գեղձ չհիմնավորված առանց հղումներու բնդումներով։ Շարունակելով զայրույթ կուտակելու կորձելագերբը Նիկոլ Փաշինյանին կվերակրվին բարեր, որոնք ան չէ ասած թե իբր Էնվեր Փաշան եւ Թալիատ Փաշան երբեք չեն վնասած հայերը։ Աթաթուրքը պաշտպանած է թուրք ժողովուրդը կայսերապաշտական ուժեր են։ Այս ու նախորդ այսպիսի քրարումներու լսարանը նաեւ հայկական սփյուռքն է։ Այս ընթացքին ոլորտի դարբեր փորձագետներու դիտարկումներն ու ուսումնասիրությունները ադիգա ցույց տված են։ Այս անգամ հորինված լուրերու խումբ մնալ հայ-իրանական հարաբերություններու մասին են։ Ահա այսպես 10 ավելի էջեր միևնույն տեսանյութը միաժամանակյա հրաբարակված։ Անհայտ ցակման օկտատերերը խմբագրված նույն տեսանյութով կվստահեցնեն, թե Իրանը կսպառնա Հայաստանին, թե իբր պիտի ոչնչացնի Հայաստանի մեջ գործող արհեստական բանականության տվյալներու կետրոնները։ Իսկ իրականության մեջ Իրանի արտաքին գործոց նախարարը X-ի պաշտոնական իր էջին վրա հայադար քրարումով շնորհակալություն հայտնած է Հայաստանին։ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին իրանցիներու դեղափոխման եւ մարդասիրական օգնության հարցերում մեջ մեծ գնահատանքի արժանի է։ Իրանի եւ Հայաստանի թարավոր գաբը դժվար բահուն գրգին ցույց տվավ իր ամրությունը եւ եղբայրական այս քայլերը պիտի մնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ։ Բացի լրատվամիջոցներու դարբերանշաններու օգտագործում են գեղձ լուրերը հաջող կդարածվի նաև հայտնի անձերու անունով, նպատակ ունենալով բարձրացնել աստեցությունը։ Եվ ահա հաջորդ կանգառը Վատիկան։ Այս սուտ լուրն ալ կվերակրվի Հռոմի բաբի անձնական քարտուղարին, թե իբր Վրաստանի պատրիարք Իլիա II մահվան կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ցավակցությունները գեղձավոր են։ Թե երբ, որուն եւ ուր ասած է կմնա անհայտ։ Իթեպ այս լուրը տարածվող օկտատերը վերջին անգամ X-ի վրա որևէ բան տարածած էր 4 տարի առաջ 2022-ին։
ու մինչդեռ X-ի վրա անգլերենով հաճախ արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր կդարածվին աշխուժ գերբով Facebook-ի վրա գաճի հայալեզու լսարանը թիրախավորող նորապած էջերու թիվը։ Թուրք-ադրբեջանական խոսույթներ տարածող էջեր Բանգլադեշեն, Հնդկաստանեն ու Մադագասկար են հայալեզու լսարանին համար։ Փաստերու ստուգման հարթակի ամենեն ստուգված փաստեր են։ Դուրս են կառավարվող նորապած էջերը ունին քիչ հետևորդ, բայց շատ թիդումներ։ Աշխուժ գերբով գկովաստեն հրաբարագումները, իսկ հրաբարագումները սկայուն նյութերու վերաբերյալ են։ Թուրք-ադրբեջանական դեղեկատվական դաշտերներ շրջանառվող խոսույթները կներկայացնեն։ Հանրային փևերացման նպաստող բաժնարար ձևակերպումներ, հուզական քննադատականներ ունեցող այդ էջերուն վրա Նիկոլ Փաշինյանը կկոչեն առաջնորդ աջակցություն հայտնելով անոր գործողություններուն, այդ կերպ Նիկոլ Փաշինյանը արհեստականորեն կապելով այդ խոսույթներուն հետ։ Իդեպ այդ կրառումները հազարավոր թիդումներ եւ հարյուրավոր մեկնաբանություններ ունին։ Դարբեր հարթակներու փաստերը ստուգող լրագրողները միացայն են ու գահազանք են։ Հայաստանի մեջ սպասվող խորհրդարանական ընտրության ընթരാճ դեղեկատվական դաշտերներս արդեն քանի ամիս է աշխուժացած են աբա դեղեկատվական արշավները արտաքին քաղաքականութեն են մինչև անձնական յանքի ուղղություններով ու հագարակ բազմապևեր ուղղվածության կառուցված են գտնվող խոսույթներու շուրջ եւ կդարածվին նույն ցանցերեն։ Բդացության թեմ պայքարի կոմիտեն հայտարարած է, որ բացահայտված է ընտրակաշարքի եւ ընտրական շրջանի արգելված բարեգործության թեփքեր։ 5 անձեր ձերբակալված են, ըստ կոմիտեին խումբ անձեր փորձած են նյութական միջոցներու թիմաց քաղաքացիները ներգրավել ընտրական գործընթացին մեջ, սանոնք ձևակերպելով իբրև աշխատավարձ կամ բարեգործություն։ Թեփքին արդիվ նախաձեռնված է քրեական վարույթ, հրապարակված են նաեւ ցայնագրություններ։ Կոմիտեն կհորդորե զերծ մնան ընտրական իրավախախտումները։ Բդացության թեմ պայքարի կոմիտեն հաղորդած է, որ բացահայտված են ընտրակաշարք տրամադրելու եւ ընտրական շրջանին բարեգործության արգելք կխախտելու դեպքեր, 5 անձեր ձերբակալված են։ Կոմիտեի գործնական հետախուզական ստորաբաժանումները լայնածավալ միջոցառումներու արդյունքով փաստական տվյալներ ցերկ ցկած են, որ խումբ անձեր նախնական համաձայնությամբ խումբի գազմով նպատակադրված են ընտրակաշարք բաժնել Արմավիրի մարզի մեջ բնակող շարք քաղաքացիներու, որբեսի մասնակցին ազգային ժողովի հունիսի 7-ին կայանալիք ընտրության եւ քվեարկե մատնանշված կուսակցության օգտին։ Հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով անոնք նախ մեծամոր համայնքի մեջ բացած են Մերձևով հասարակական գազམ་ակերպության գրասենյակը, որ մեյետ Կարմավիրի մարզի դարբեր բնակիչներ 2025-2026 թվականներու ընթացքին ձևականորեն արձանագրած են այդ գազམ་ակերպության մեջ եւ հանձնարարած են հավաքակրել անձեր, որոնք ընտրություններուն կքվեարկեն ուժեղ Հայաստան կուսակցության օգտին։ Բարձրված է նաեւ, որ նախապես խոստացված է փուլային եղանակով դրամատրվող ընտրակաշարքը ձևակերպված է որպես աշխատավարձ ադորմով փորձել քողարկել ընտրակաշարքի դրամատրման փաստը եւ նվազագույնի հասցնել ադոր բացահայտումը։ Բդացության թեմ պայքարի կոմիտեի նոխանցմամբ հասարակական գազམ་ակերպության մեջ աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններ են եղած են, որ անձը մեծ ընտանիք եւ ծանոթներն լայն շրջանակ ունենալու, ինչպես նաեւ ընտրող հանդիսանալու հանգամանքները։ Բդացության թեմ պայքարի կոմիտեն նաեւ ցայնագրությունը հրաբարակած է։ Որսալեվս տեսին դրան դեմի հարևաննա։ Հա։ Տանկել լավ երկու աղբեր իրանց նավարներով երկու տղա ունի հարցներով բան միջև այդ լրիվ ուրիշ բանին հիմի որոնք են ամենաձևով ասում աղբերս ինձ գնացա կամ հուրիզը կամ հետները որը սազար աղբերս աշխատավարձ է կստանաս մի հատի չափով դա հորը սազար գելն եմ դամ միջև վերջ թապացելնի ասում եք հասար ինձ այդ մոխափերը ունվարի փող չի տվել 150,000 կտա ես շատ գիտեմ ինչ ոնց հասეთ այդ ջան դու ունվար ամսին մի 10 րոպեով եկել ես մեզ մի բանով քյոմ ախպեր ես չեմ եկել ուրեմն չեմ եկա вообще այդ ինչքան որ ես արել եմ էդի քասեր քեզի հալալ ելնի բայց այդ 180 հոգին ես կտամ ուրիշի ախպերս ինչ տվել են քեզի դու կամոձան թոբելի ցավը տանեմ այդ 180-ներ տարտուր քպեին տոտան քեզի ցավը տանեմ ես քպեին չունեմ տալիս գիտեմ ում կտամ դե ում կտաս տուր մեն տվասել տուր մեզի ցավը տանեմ այդ տվեց էդի չէ հա իրան տվեց իրան ինչ է 100 դուերտի չունի ես տվեցի Ես դեպի թվեր մի ասա, լավ ախպերս էս բան մի խոսամ, Չես ոչ մեկն այլակի հեռախոսով ես խոսում, կողմը չէ որ ես բան չասի, ես վաղը կկանչեմ Յան ու էդի սաղ կվերցնեմ ձեռից, հա, ոչ եմ տո Փաշա Յան ասել եմ 180 ձայնը տանես քպեին կտաս կգաս ինձ կտնաս, հեսա լսում ես կակ մի լինկի
երեխու պես վազելով գալու է Բացի այդ, խումբը անցեր նախնական համաձայնությամբ եւ խումբի գազմով Արմավիրի մարզի շարք մփնագիչներու բարեգործության անվանդակ ուժեղ Հայաստան գուսակցության անունով բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով անհադույց դրամատրած են տարբեր չափերու դրամական միջոցներ։ Ադիգա կատարված է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներու ընթացքին։ Այն բարակային, երբ Հայաստանի նախագահի հրամանակիրը ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ուժի մեջ մտած է 2026 թվականի փետրվարի 7-ին, ինչ որ կնշանակե, թե բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելք կա։ Դա ռենտգեն ինստիտուտ 120,000-ի կարգի է, ինչ որ դա արմերը դու ճշտես։ Կարաս էդի փոխանցումով ուղարկեք։ Ես ինչ որ կլի, ես ապա արժևաբար վեցե։ Ես դե մոտից բաց ունեմ։ Հա։ Եթե դա մոտից վեցե 120,000, այդ դեպքում դու դալի չի տվեք։ Կլի։ Ախպեր հեռախոսով էցը բան մի խոսամ, մեռնեմ սրտիտ։ Հա, լավ։ Կամ ձեր գյուղից ումն էին բանը փոխանցը Իվան Բանոցի համար։ Բաղդասարյան, այդ տղամը տենց չեմ հիշում հեսա։ Սարքիս։ Հա։ Բաղդասարյան Սաքով, անիշովը։ Բա փոխանցել են մերոնք փողի ամնում, լավ։ Իշքամ են ուղարկել։ Ասեց 500,000 են տվել։ 7-ին ժամը 4-ին 10 պակաս դուրս կգան, դու կարակ ժամը 3-ին ատբոյ անեք, այդ մի օրը նվիրեք ինձ։ Ախպեր օրը 20,000 ուզես երկու։ Դու պրոբլեմ չունեք։ Խողն դες գլխից է։ Հա, без պրոբլեմ։ Դե որ без պրոբլեմա, բրես։ Հեռախոսով էցը բաներ մի ասա է ախար։ Կասեմ քյաբաբ պես։ Արձագանքելով փդացության դեմ պայքարի կոմիտեին, ուժեղ Հայաստան գուսակցության են հայտարարած են, թե իրենք գործունեություն կծավալեն սահմանադրության եւ օրենքի շրջանակները ներս, իսկ տարածված է իրավաբաններու նկարած անհաջող ֆիլմը եւ խմբագրված ցայնակրություն։ Դեպքին արդիվ նախաձեռնված է քրեական վարույթ։ Բդածության թեմ բայկարի գոմիդեն գհորթորե զերծ մնալ քողարգված կամ որևէ այլ եղանակով ընդրագաշարք բաժնելու, ինչպես նաև բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագիծեն, իսկ քաղաքացիներուն գոչ կուղե խուսափելու ընդրական հանցագործություններու գամադոնց առնչվող գասկածելի գործողություններու մեջ ներգրավվել է, ներառյալ առանց աշխատանք գադարելու վարձադրվել է։ Գոմիդեն նաև դեղեկացուցած է, որ հաշվի առնելով այս հանցավոր գործիքակազմերու արգայությունը, այսուհետև պիտի իրականացվի մշտաթի դարգում բարձելու համար ընտրություններում մասնակցող գուսակցություններու հետ փոխկապակցված կազմակերպություններու մեջ արձանագրված գամադոնց հետ առնչություն ունեցող այն հանցերը, որոնք այս կամ այն կերպ ներառյալ քողարկված եղանակներով ներգրաված են ընտրական հանցագործություններու կատարման կամ նախապատրաստման գործերու մեջ։ Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։